Ողջույն բոլորին, ուրիշի ընտանիքը հեռուստասերիալի ավարտին հաշված սերիաներ են մնացել և լարվածությունն արդեն հասնում է իր բացարձակ գագաթնակետին։ Այսօր մենք տեսնում ենք, թե ինչպես են հերոսները փորձում գտնել ճշմարտության վերջին կտորներն ու վերջապես պատժել մեղավորներին։ Մագդան, ով առաջին շոկից և հիստերիայից հետո փոքր-ինչ հանդարտվել է, սկսում է շատ ավելի սթափ և սառը դատել։ Նա արդեն գիտի Լանայի մասին, լսել է նրանից իրեն լքելու պատճառները, բայց այժմ Մագդան առաջ է քաշում ամենակարևոր և տրամաբանական հարցերից մեկը. իսկ որտեղ է իր հայրը, այսինքն Արշակի եղբայրը։ Արշակը հասկանում է, որ այլևս չի կարող խուսափել այս ծանր խոսակցությունից։ Նա պետք է ոչ միայն բացատրի եղբոր բացակայությունը, այլև ինչ-որ կերպ արդարացնի նրա արարքները։ Սա կարող է ևս մեկ ցավոտ հարված լինել Մագդայի համար։ Բայց նա իրավունք ունի և պարտավոր է իմանալ իր արմատների ողջ պատմությունը նախքան սեփական ընտանիք կազմելը։ Մինչ Արշակը պատրաստվում է բացել անցյալի մութ դռները, Նորոն բախվում է ներկայի մղձավանջին։ Ոստիկանությունից ստացված զանգը նոր սարսափելի ցնցում է նրա համար։ Այն մարդը, ով փախչում էր լպրծուն Բաբկենի հետապնդումից և վրաերթի էր ենթարկվել, հիվանդանոցում մահացել է։ Նորոն հասկանում է իրավիճակի ողջ լրջությունն ու ողբերգությունը։ Չէ՞ որ մահանալուց առաջ այդ մարդը ցուցմունք էր տվել և հստակ նշել էր, որ իր դժբախտության և վրաերթի իրական մեղավորը Բաբկենն է։ Սա նշանակում է, որ Բաբկենի վրայից այլևս ոչ մի կերպ չի մաքրվի մարդասպանի պիտակը, և նրա նկատմամբ հետախուզումն ու պատիժը լինելու են անխուսափելի։ Այս համընդհանուր քաոսի մեջ Լանան վերջապես որոշում է դուրս գալ հավերժական զոհի կարգավիճակից։ Իմանալով, որ հենց Հասմիկն է Մագդային իրեն բնորոշ նենգությամբ հայտնել ճշմարտությունը և վերջնականապես քանդել իրենց առանց այն էլ փխրուն մայր ու դուստր կապը, Լանան անդադար զանգում է նրան։ Նա ցանկանում է Հասմիկից կոշտ բացատրություն պահանջել և ենթարկել նրան պատասխանատվության այս ստորության համար։ Բայց Հասմիկն այժմ շատ ավելի լուրջ և վտանգավոր խնդիրներ ունի, քան Լանայի զանգերը։ Ոստիկանությունից վերադառնալով, որտեղ նրան կրկին հարցաքննում էին Բաբկենի գործով ու նրա գտնվելու վայրի մասին ինֆորմացիա իմանալու համար, Հասմիկը տուն է մտնում ահավոր զայրացած և նյարդային։ Սակայն նրա զայրույթը վայրկյանների ընթացքում վերածվում է իսկական սարսափի, երբ նրա հետևից տուն է ներխուժում Արշակը։ Արշակն այլևս չի պատրաստվում հանդուրժել այս աղջկա անվերջանալի ինտրիգներն ու վնասատվությունը։ Նա շատ հստակ և սպառնալից հայտարարում է Հասմիկին, որ նրան չի հաջողվի այսքան հեշտ խուսափել պատասխանատվությունից, հաշվի առնելով այն փաստը, որ նա անպատիժ շրջում է, բոլորի կյանքը թունավորելով ու ավերելով։ Արշակի սառը հայացքն ու վճռականությունը ստիպում են Հասմիկին վերջապես զգալ այն իրական վախը, որը նա երկար ժամանակ անխղճորեն սերմանում էր ուրիշների սրտերում։ Սիրելի հետևորդներ, քանի որ մոտենում ենք մեծ ավարտին, յուրաքանչյուր դետալ շատ կարևոր է։ Ինչ եք կարծում, երբ Արշակը պատմի իր եղբոր և Մագդայի հոր իրական պատմությունը, արդյոք դա կօգնի Մագդային վերջապես հասկանալ ու ներել Արշակին։ Եվ երկրորդ, կկարողանա արդյոք Արշակը վերջնականապես լռեցնել և կանգնեցնել Հասմիկին, թե նա նորից կփորձի սողոսկել արդարադատության ձեռքից։ Անպայման գրեք ձեր կանխատեսումները մեկնաբանություններում։ Շնորհակալություն դիտելու համար։